Արդեն 5 տարի է ինչ հանգուցալուծում չի ստանում ողբերգական ավտովթարի գործը, որը տեղի ունեցել մարտի 13-ի առավոտյան, ծառայության մեկնող երիտասարդների մասնակցությամբ։ Դեպքը ոչ միայն խլել է մեկ կյանք, այլև փոխել մի քանի ընտանիքի ճակատագիր, մինչ օրս թողնելով բազմաթիվ հարցեր անպատասխան։ Մեղադրյալ ճանաչված վարորդ Արտուրի մայրը մեծ զրույցում մանրամասն ներկայացրեց, որ այդ օրը երիտասարդները միասին պետք է բարձրանային ծառայության վայր, սակայն ճանապարհին տեղի ունեցածը ըստ նրա լի է հակասություններով։ Տիկին Շուշաննայի պնդմամբ դեպքի վերաբերյալ առկա տեսանյութը վկայում է, որ բախումը տեղի է ունեցել հանդիպակաց կողմից ընթացող բեռնատարի մասնակցությամբ, որը ըստ նրա դուրս է եկել երթևեկելի գոտու մեջտեղի հատված։ Որը մեջտեղից է եկել։ Ճիշտ է, մեր հարգարժան քննիչը այնտեղ նշել է, որ աշտունը մեջտեղից գնաց է, բայց մենք այնքան լավ ունենք այդ տեսանյութը, թե ինչ է աջ կողմից ձյան բերանով իրանց մեքենան գնում է։ Ադրբեջանի ազգանունով Վրաստանի քաղաքացի, ֆուրը քաշված հերու 4 երիտասարդ 150 կիլանոց եզի նման շարված։ Մեկը չի մոտեցել մեր հայ երեխեքին զինվորներին ոչ մի օգնություն, հերու կանգնած այդպես նայել են։ Գործով անցնող բեռնատարի վարորդը, որը Վրաստանի քաղաքացի է, սկզբում ներգրաված է եղել որպես վկա, սակայն հետագայում որևէ կարգավիճակ չի ստացել։ Անցել է 5 տարի, գործը մտցրել են դատարան։ Երրորդ օրը մենք ֆրիս տեղեկություն չունեցանք։